Ողջույններս բոլորիդ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսօր եւս մեկ օր կիրակի է եւ ուզում եմ ասել Աստծո հոտը կարծես թե ցրված է։ Սիրելիներ, այս պահին շատ-շատերն են հիվանդագար տեղաշորով պարկած, շատերն են խնդիրների մեջ, ճնշման խնդիրներ, մի տեսակ գրիպային վիճակ, իրավիճակները եւ ես ուզում եմ Հիսուս Քրիստոսի անունով ամեն մեկի համար, ով որ այս պահին հիվանդագին, պարկած է տեղաշորով կամ ընդհանրապես ընդհուպ ճնշում է կամ ինչ-որ մեկ բան, ուզում եմ Հիսուս Քրիստոսի անունով աղոթեմ եւ խնդրել Տիրոջը, որ Հայր հպվես նրանց, հպվես եւ բժշկեց նրանց Տերին, որովհետեւ ումն է պետք հովիվը առանց հոտի, սիրելիներ, կամ ումն է պետք հոտը առանց հովի։ Դժվար է ինձ համար տեսնել, որ մարդիկ չկան, տեղում չեն, մեկի կեսուրն է մահացել, մյուսի կեսուրն է կատվածահար պարկած տեղաշորի մեջ։ Մենք հասկանում ենք, որ մենք այն ժամանակների մեջ ենք ապրում, որ սատանան ասում է գոռոզ այրուծի նման բերանբաց ման է գալիս, թե որ մեկին կուլ տա։ Եվ ես ուզում եմ ասեմ, զգուշանանք եկեք, ծածկված լինենք եկեք Աստծո քողի տակ, եկեք Աստծո տան մեջ ծածկված լինենք եւ հասկանանք, որ միայն ու միայն կարող է մեզ Տեր Աստվածը ծածկել ամեն մի հիվանդություններից եւ փրկել։ Իսկ եթե դու ինձ չես հավատում, կարող ես բացել 91-րդ Սաղմոսը եւ այն լիովին կարդալու հասկանալ, որ բարձրելոյնի ծածկոցի տակ բնակվողին ոչինչ պատահել չի կարող։ Սա այսպես։ Եվ այսօր ես ուզում եմ խոսքը սկսել Արաքած գրքից մի փոքր երկու համարը կարդալ, հասկանանք, թե այստեղ ինչ է ասում մեզ Սողոմոն թագավորը։ Ասում է. տունը կշինվի իմաստությունով եւ հանճարով կհաստատվի։ Մենք հասկանում ենք, թե ֆիզիկական տուն, թե հոգևոր տուն դա կապ չունի։ Ընդհանրապես շինությունը իմաստությունով է տեղի ունենում եւ այն շինությունը, երբ որ սկսվում է պահպանվել, հաստատվել, նրան պետք է հանճար։ Ո՞րն է հանճարը։ Դուք ասես ինչ է հանճար։ Ես կասեմ այն Աստծո խոսքն է, այն բարձրելոյնի գիտությունն է, այն Աստծո հայտնությունն է, որ մեզ տալիս է ամեն օր լիովի եւ նորովի, որպեսզի մենք կարողանանք ունենանք մեր մեջ հանճար։ Եվ շարունակում է երրորդ համարը. գիտությունով կլցվի շտեմարանները եւ կստացվեն ամեն պատվական ստացվածք եւ վայելչություն։ Ամեն ինչը գիտությունով է, սիրելիս։ Առանց գիտություն ես նորից ասում եմ, որ երկրավոր ով ուզում ես եղիր, կլինես դոցենտ, կլինես ուսուցչուհի, կլինես պրոֆեսոր, կլինես ինչ որ ուզում ես եղիր, առանց Աստծո խոսքի ամեն ինչ դատարկ է եւ ունայն, որովհետեւ մեզ սովորեցնում է Աստծո խոսքը եւ այն դառնում է մեզ համար հանճար, որպեսզի մենք կարողանանք ապրել եւ շնչել այս աշխարհի մեջ։ Խավոր է շուրջ բոլոր մարդիկ խարխապում են խավարով գնում են դեր կորուսթավիցյան առանց հասկանալու առանց հասկանալու կանգնեք մարդիկ լսեք ասում որ ձեզի համար խաչ է թորդում տեսեք ինչպես կանչում նա եդարձեք Հիսուսի եդարձեք կանգնեք մարդիկ լսեք ասում որ ձեզի համար զոհ է թորդում տեսեք
Ուրախության խոսք եմ լսում Համարելով հինար ասպելնը Խավարը ճամփով ընկնում Խավարը ճամփով ընկնում Կանգնեք մարդիկ լսեք ասում Որ ձեզի համար խաչ է թորթում Տեսեք ինչպես կանչում նա Եդարձեք Հիսուսի եդարձեք Կանգնեք մարդիկ լսեք ասում Որ ձեզի համար զոհ է թորթում Տեսեք ինչպես կանչում է նա Եդարձեք Հիսուսի եդարձեք Կանգնեք մարդիկ, լսեք ասում, որ ձեզի համար խաչ է թորթում Տեսեք ինչպես կանչում նա Եդարձեք Հիսուսի եդարձեք Կանգնեք մարդիկ, լսեք ասում Որ ձեզի համար զոհ է թորթում Տեսեք ինչպես կանչում է նա Եդարձեք Հիսուսի եդարձեք Եդարձեք Հիսուսի եդարձեք Եդարձեք Հիսուսի Այո, սիրելիս, ժամանակն է ետ դառնաս։ Ես հասկանում եմ, որ դու ասում ես, ես հավատում եմ եւ Տիրոջն եմ նվիրված, բայց կրկնում եմ, ժամանակն է ետ դառնաս լիարժեք Քրիստոսին։ Ժամանակն է պարուրվես նրա գրկի մեջ։ Ժամանակն է ոչ թե կոչվես հավատացյալ, այլ կոչվես Քրիստոսին հետևորդ։ Սրանք տարբեր բաներ են, քանզի հավատա ինչին ուզում ես, հավատա ում ուզում ես, բայց հետևորդ դարձիր դու Քրիստոսին, եւ հետևորդ նշանակում է Քրիստոսին հետևել, Քրիստոսի ետևից գնալ, խաչը վերցնել եւ նրա ետևից քայլել։ Սա է տարբերությունը հավատքի եւ քրիստոնյա լինելու։ Ուզում եմ մի փոքր աղոթք Տիրոջս։ Ուզում եմ սիրելիներ, որ դուք էլ հասկանաք, որ այս պահը մեր համար թանկ պահ է։ Եվ ուզում եմ ամբողջ իմ էությունով, դուք էլ ձեր էությունով փառք տվեք Տիրոջը։ Փառք տվեք Տիրոջը, որ դեռ երկրի վրա գոյ է Աստծո խոսքը, որ դեռ երկրի վրա գոյ է եկեղեցի սիրելիս։ Ժամանակները գալու են եւ եկեղեցին ըստ Աստծո խոսքի հափշտակվելու է։ Եվ այն ժամ ոչ լինելու է եկեղեցի, ոչ լինելու են բացված դռներ, որ ինչ որ մեկը ցանկանա մտնել կամ ոչ է լինելու է Աստծո խոսք, այն ժամանակ տիրելու է միայն ներ այս երկրի վրա, եւ ների ժամանակներում դու չես կարողանալու այլևս լիարժեք ու տեղին Տիրոջը գալ, այն ժամանակներում շատ դժվար է դառնալու Քրիստոսին հետևելը, որովհետև երկրից վերցված է լինելու ամեն մի Աստծո խոսք, երկրից վերցված է լինելու Աստվածաշունչը, երկրից վերցված է լինելու եկեղեցիները եւ Սուրբ Հոգին,
այլևս երկրի վրա չի լինելու։ Եվ ես ուզում եմ սա քեզ ասելով ընդհանրապես չվախեցնել, բայց ուզում եմ, որ դու մտահոգվես մի փոքր։ Եվ այդ ժամանակների մասին ոչ մեկս չգիտենք, կլինի այսօր թե վաղը, բայց նա լինելու է։ Կարդում եմ ես Հռովմայացիս 2-րդ գլուխ եւ սկսում ենք Աստծո խոսքը այդտեղից։ 12-ից 15 Որովհետև նրանք, որ առանց օրենքի մեղք գործեցին, առանց օրենքի էլ կկորչեն, եւ նրանք, որ օրենքի տակ մեղք գործեցին, օրենքով գտատվեն, որովհետև ոչ թե օրենքը լսողներն են Աստծո առաջին աշտար, այլ օրենքը կատարողները կաշտարանան։ Ուրեմն երբ որ հետանոսները, որ օրենք չունեն, բնությամբ օրենքի գործերն անեն, սրանք թե օրենք չունեն, իրանք են իրանց համար օրենք, որոնք ցույց են տալիս, թե օրենքի գործը նրանց սրտերում է, գրված է նրանց խղճմտանքի վկայությունով է, եւ իրանց խորհուրդների իրար հանդիմանելով է, կամ թե իրավունք տալով է։ Սիրելիներ, օրենք Աստվածաշունչը ասում է, եթե օրենքի տակ ես, ուրեմն օրենքով էլ պիտի դատվես։ Եթե օրենքից դուրս ես, ուրեմն անօրեն պիտի դատվես։ Սա մեր կյանքի այսօրվա իրավիճակներն է, թե հիմա մենք ոնց, ինչպիսի ձևով պիտի դատվենք, ամեն մեկս գիտենք, որ գալու է այն օրը։ Ես ասեմ կա 2 օր, բայց ամենավերջին ստույգ օրը այն դատաստանի օրն է, որ Հիսուս Քրիստոսը գալու է որպես դատավոր եւ որպես արքաների արքա երկրի վրա, եւ այն ժամանակ սկսվելու է ամեն բան։ Աստծո դատաստանը, ասեմ, ընդհուպ դաջված է մեր սրտերի մեջ։ Դու կարող ես հասկանալ, որ մարդկային խղճմտանքի էության մեջ Աստված դաջել է այն։ Այն ոչ մի հանցագործ, ոչ մի մարդ, ոչ մի օրինական, ոչ մի խաբեբա չի կարող ասել, որ նա չի գիտակցում ինչ է իր կյանքում անում։ Սպանողը հասկանում է, որ նա պիտի մեկ օր դատվի։ Գողը հասկանում է, որ նա մեկ օր պիտի դատապարտվի։ Մարմնավաճառը հասկանում է, որ պատասխան պիտի տա Աստծո աչքերի առաջ, այնպես որ աշխարհի տակ չկա գոյ չէ գետ մեկ մարդ, որ չհասկանա, որ մեկ օր կանգնելու է դատաստանի առջև։ Այսօր ես ուզում եմ այն ավելի հասկանալի մատուցել քեզ, ինձ, բոլորիս, սկսած ինձանից, որպեսզի մենք հասկանանք, որ այն օրը, ասում է Աստվածաշունչը, գողի նման է գալու։ Գիտես, հա մեր մահն է գողի նման գալիս։ Դու ընդհանրապես գիտես երբ է քո մահվան օրը, չգիտես։ Այն գողի նման է գալիս։ Ես հիշում եմ, շարքերում մեկը նստած էր, բայց այսօր այդ մեկը շարքերում այլևս նստած չէ եւ պարկած է տանը թուլացած, ինսուլտ տարած։ Նա գիտեր, որ իր հետ դա կատարվելու էր։ Կա մեկ ինչ որ գիտի, որ վաղը իր հետ ինչ պիտի կատարվի սիրելիս, ոչ մի մարդ չգիտի, որովհետև գողի նման է գալու, թե առաջի դատաստանի օրը, թե վերջնական վերջին դատաստանի օրը, դա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուսն է, ասեմ, որ իմանաս։ Եվ այն դաջված է մեր սրտերի էության մեջ, որովհետև մենք գիտենք, պատասխան ենք տալու մեր արած եւ չարած բարի եւ չար գործերի համար։ Պատասխան ենք տալու, կլինես հավատացյալ, թե կլինես հետանոց, կլինես աթեիստ, թե կլինես, չգիտեմ ով, բոլորս սկսած ինձանից պատասխան ենք տալու։ Դա ընդհանրապես կապ չունի, որ աթեիստ ես չի նշանակում, որ դու հանգիստ ես անցնելու դատաստանը, կամ երբ որ դու մտածում ես, որ դու ապրել ես արտար կյանքով, բայց քո արտարությունը եղել է կեղտոտ լաթի պես, չեմ հա պատկերացնում, որ այդ արտարությունով էլ դու պիտի դատվես արտար ձևով, որովհետև Տիրոջ աչքերը այնքան կրակոտ է, որ մենք դեռ պիտի կարողանանք սկզնակ նայել նրա աչքերի մեջ եւ այնտեղ այլևս խոսալը ոչինչ չի օգնելու։ Ներկայումս այսօր դեռ ամեն բան այնպես է, ինչպես որ կա։ Աշխարհը շարունակվում է Ադամից եւ Եվայից հետո մինչեւ առ այսօր մենք ապրում ենք մեղքի մեջ։ Կա ինչ որ մեկ մարդ, որ ասի ես սուրբ եմ։ Կներես սիրելիս, այդպիսի մարդ չկա, սկսած ինձանից։ Փոքրատար սրբեր կարող են լինել, բայց մեծատար սուրբը այն քո Տերն էր, եթե գիտես ով է նա։ Իսկ ուրիշ սուրբ աշխարհի տակ գոյություն չի ունեցել երբեք։ Ու քանի այս աշխարհը դեռ վախճանի տակ է գտնվում եւ Քրիստոսի երկրորդ գալուստի տակ,
ես հույս ունեմ, որ մենք կհասկանանք եւ կփոխվենք։ Քանզի այսօր ներկայումս գոյություն ունի բարին եւ չարը, քանզի որ մենք ցանկացանք այն պտուղը ճաշակել եւ այն պտուղը մեզ տարավ բարի ու չար գիտության, եւ գիտես որն է դա։ Դու գիտակցում ես համ բարին ու դու գիտակցում ես համ չարը։ Եթե դու ընտրեիր կյանքի ծառը, ապա դու տեղյակ չէիր լինի երբեք, թե ինչ է նշանակում չարը, որովհետեւ Աստվածաշունչը ասում է, որ Աստված երբեք չարը չի ճաշակել։ Աստված սուրբ է եւ մեծատար սուրբ է։ Եվ գոյություն ունի երկրի վրա հավատացյալ մարդիկ եւ անհավատ մարդիկ, գոյություն ունի Աստծո զավակներ եւ սատանայի որդիկ, գոյություն ունի գառներ եւ այծեր եւ վերջինս գոյություն ունի ցորենի մեջ նաեւ ցանված որոմներ, որը որ խանգարում է ցորենին, որ նա կարողանա առողջ ձևով աճել։ Իսկ գիտես ինչի համար ընդհանրապես որոմը ցանվել ցորենի կողքին։ Ես խորում էի մեկ օր, ասում էի Տեր, ինչու դու թույլ չտվեցիր, որ որոմները հանեն այն ցորենի կողքերից, ու Տերը ասեց, որովհետև երբ որ որոմը պոկեն, հնարավոր է որ ցորենն էլ պոկվի։ Սիրելիս, ես ուզում եմ, որ դու հասկանաս, բոլորս միասին ենք աճելու, մեծանալու, բայց երբ որ մեծանանք, պտղի ժամանակ հասկանալի կդառնա, թե դու քեզանում բարի պտուղ ես կրում եւ այն քո կողքի որոմը իրենում կրում է չար պտուղը։ Սա է տարբերությունը։ Այսօր ընդհանուր գառներն այծերից չեն տարբերվում, սիրելիս, որովհետև մարդուն ստացվել է մարդուն չարին դարձնել բարի եւ քաղցրը դարձնել դառը։ Դրա համար շատ դժվար է այսօր, որ դու կարողանաս հասկանաս, թե այդ գայլերի ողոմակի տակ գարան շորերով ովքեր են բնակվում, շատ է դժվարացել։ Դժվարացել է։ Դու ծանոթանում ես քո հարևանուի հետ, ասում ես, «Օ, գիտես նա ինչքան լավն է, նա հրաշալի մարդ է»։ Անցնում է 1 ամիս, այդ հրաշալի մարդը դառնում է քո համար ամենավերջին կեղծավորը։ Գիտես ինչու՞, որովհետև մարդիկ սովոր են դիմակների տակ թաքնվել։ Սովոր են մարդիկ, սիրելներ։ Եվ այդ դիմակը ամեն մի մարդկային էության վրա բնակվում է։ Չկա այդպիսի մարդ բացի Գեթ Հիսուսից, որ իրանում չի կրում դիմակ։ Եվ այդ դիմակ օրերից մի օր բացվելու են, ով էլ ուզում է լինենք մենք, ամենաուշը Քրիստոսի աչքերի առաջ։ Այն, որ Աստծո որդին գալու է, այսօր քիչ թե շատ լինելու է իմ խոսքը Քրիստոսի երկրորդ գալուստից։ Երևի թե քեզ պարզ կարող է դառնալ այսօր, թե ինչ է նշանակում, որովհետև շատերը անգամ չգիտեն, որ Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է նրա, եւ այն լինելու է, սիրելիս։ Այն անխուսափելի է։ Թե երբ նա կգա, Աստվածաշունչը ասում է նա գողի նման է գալու, դու այլևս չես հասցնելու ոչինչ անես, քանի որ դու չգիտես գողը երբ կգա եւ քո տունը երբ կծակի եւ քո տունը երբ կգողանա։ Քո ապրանք այսպես էլ Հիսուսն է գալու։ Հիսուսը չի զգուշացնելու երկնքից, որ գիտես ինչ մարդ, ես արդեն գալիս եմ իմ փառքով, ոչ, Հիսուսը զգուշացրել է, որ նա գալու է, ու շատ առակներով բազում մեզ պարզ է դարձրել, որ գալուստը իմ լինելու է։ Գիշերվա ժամի, որ մարդիկ մեծն մրապի մեջ են լինելու, եւ այսօր մենք հասկանում ենք, որ աշխարհը մի մեծն մրապի մեջ է, եւ ես այնպես եմ ուզում քեզ մի տեղին քո լապտերը թափ տալ եւ ասել արթնացիր, մարդ, ժամանակն է արթնանալու, ժամանակն է, որ մենք արթնանանք։ Քունը գեղեցիկ բան է, սիրելիս, ամեն մի քնած մարդուն դժվար ես կարողանում արթնացնել, եթե նա ունի պարտականություններ, բայց այսօր ուզում եմ ես քեզ տեղին ասել, ուղղակի արթնացիր։ Ժամանակները մոտենում են եւ Տեր Հիսուսը ասեց, որ նայեք ծառից իմ գալուստը երկրորդ, տեսեք, երբ որ արդեն թզենին բողբոջում է եւ սկսում է արդեն կանաչել, ուրեմն իմ գալուստը շատ մոտ է եւ մենք տեսնում ենք ամեն մի նշանները մեզ ցույց են տալիս այսօր, որ Տիրոջ գալուստը մոտ է, բայց ինչ եմ ուզում սրանով ասել, Տիրոջ գալուստը մոտ է, բայց քո սիրտը այդ հարտացրել ես Տիրոջ առաջ, այդ սարը դարձրել ես դու հավասար, այդ ձորը լցրել ես դու Աստծո խոսքով, որ նա դառնա հավասար, ճանապարհներդ պատրաստել ես, որ կարողանաս քայլելուց չքելպլդալ եւ վայր չընկնել, ասում է, որպեսզի կաղը կարողանա քայլել, սիրելիս, սա մեր համար է ասված։ Քանզի մենք գիտենք, որ Աստծո որդին գալու է, ով որ մինչև այսօր արհամարված է։ Եթե ասեմ ես քեզ, որ արհամարված է նա իր հավատացյալ ժողովրդից, ապա որքան առավել
աշխարհի մարդկանցից, մարդիկ, ես այսօր խոսելու եմ այդ մասին։ Դու կարծում ես, որ հավատացյալ ես, ուրեմն ամեն բան քո հետ լավ է, մի նայիր քո կյանքին, մի նայիր քո ծառին, քո ծառի վրա անգամ մեկ հատ պտուղ չկա, որ Տերը գա եւ այդ պտղիցը գոհանա, եւ այդ պտուղը շատ կարեւոր է Տիրոջ գալստի համար, որովհետեւ նա գալու է պտուղ փնտրելու։ Նա չի գալու ասի թե որ կան գեղեցիկ տերևներ ես կանաչազարդ կախել քո ծառից, բայց անգամ մեկ պտուղ չկա, որ կարողանա Տերը ճաշակել։ Լույսը անարգված է այս կյանքում։ Անարգված է, քանզի աշխարհը ընտրեց խավարը, որպեսզի իր չար գործերը լույսին չկա։ Հասկանում ես ինչ է նշանակում դա։ Ես հիշում եմ այն օրը, երբ որ Տիրոջը եկա, ես հիշում եմ այն ժամը եւ այն պահը, ես այնքան էի թափանցիկ։ Այնքան թափանցիկ էի մարդիկ, ես չէի թաքնվում։ Ես ասում էի, ուր սկսեի ծեծում մեղավորիս, ներիր Տեր։ Երբեք եւ որ ժամանակից որ պայից սկսած որ դու քո մեղքը թաքցրեցիր, իմացիր, որ Տիրոջ լույսը քեզ համար հարգավորություն չի լինելու։ Թաքցնելով մեղքը մենք երբեք չենք կարողանալու Քրիստոսին մեր մեջ ունենանք, բայց երբ որ դու մեղքը ջրի երես ես հանում, երբ որ դու տեղը տեղին հասկանում ես ով է քո էությունը, այն ժամանակ լույսը կարող է քո ներսը խավարը մտնել եւ լուսավորվել։ Ինչու են ասում լուսավորված մարդ։ Ինչու։ Որովհետև լույսը մաքրել է խավարը։ Իսկ այդ տեսակ մարդիկ թափանցիկ են, թե Տիրոջ առջև, թե դրացոտ առջև, դու պիտի թափանցիկ լինես։ Ոչ մի գաղտնիք աշխարհում պիտի չունենաս։ Խոսք ասում է, վերջին ժամանակները, ինչու եմ ես սա կրկնում, որպեսզի դու ինքդ տարբերես, հասկանաս, որ արդյոք դու ապրում ես վերջին ժամանակների մեջ, թե ոչ, ասում է սուրբը էլ ավելի կսրբվի, իսկ պիղծը էլ ավելի կպղծվի։ Օրինակ, այսօր դու ինչ ես տեսնում։ Դու նայիր մի աշխարհին, այսօր ամեն բան քեզ հասանելի է, թե հեռուստացույցով, թե ինտերնետով, թե հեռախոսներով, դու ամեն բան տեսնում ես, ինչ ես կարծում, արդյոք ապրում ենք մենք այդ ժամանակները, սուրբը էլ ավելի կսրբվի, այսինքն սիրելիս, միջանկյալ գոտի չի լինելու, պիղծը պղծվելու է, սուրբը սրբվելու է, ու գիտեք, ով որ պիղծ է մնալու է պիղծ, ով որ սուրբ է մնալու է սուրբ, բայց որքան են սրբեր աշխարհի տակ, որքան են Քրիստոսի փոքրատար սրբերը աշխարհի տակ, քանզի Սաղմոս 2-ն ասում է, որ հավատացյալ կը հեռացան ու գնացին, չկան այլևս, կարծում ես ինչ է, եթե Աստվածաշունչը ասում է, որ գալիք ժամանակներում այնքան շատ է լինելու մոլորությունը, որ անգամ քրիստոնյա հավատացյալ մարդկանց են մոլորեցնելու եւ ետ կանգնեցնելու ճանապարհից, ասեմ քեզ այսօր այդ օրն է, մի նայիր իրավիճակներին, նայիր որքան մարդիկ են գնում ետ դարձ աշխարհ, նայիր որքան մարդիկ են կանգ առնում եւ սկսում ետ դարձ քայլել, մեկ քայլ առաջ 5 քայլ ետ, սա հավատքի կյանք չէ սիրելիս, հավատքի կյանքն է Քրիստոսին հետևել, քայլեց նա, քայլում ես նրա հետ, ննջեց նա նավակի մեջ փոթորկի ժամանակ դու ննջում ես նրա հետ, արթուն է նա, արթնացիր եւ արթուն մնա նրա հետ, որովհետեւ նա քո կարիքը ունի։ Ես չեմ ասում այսօր դու նրա կարիքը ունես։ Քրիստոսն ունի քո կարիքը, Քրիստոսն ունի իմ կարիքը, սիրելիս։ Կարծում ես ինչ է, Աստված չէր կարող առանց մարդկության ապրել։ Աստծուն ընդհանրապես պետք ենք մենք մարդիկ։ Հարց եմ տալիս քեզ, ինչ ես կարծում։ Մենք կարևոր ենք Աստծու համար։ Աստված կարող է բնաջնջել առաջի աշխարհի նման երկրորդ աշխարհը եւ նորից ստեղծել ինչ-որ մեկով, բայց մենք պետք ենք Աստծուն, ասեմ քեզ, այո սիրելիս, դու պետք ես Աստծուն, քանի որ նրա որդին զոհվել է, խաչվել է իմ եւ քո նմանի համար։ Եկեք սա երբեք չմոռանանք եւ չուրանանք այն փաստը, որ Աստված մեզ սիրում է։ Ինչպես կարող է նա իր ստեղծագործությունը անարգել։ Չի կարող, որովհետև նա է քեզ ստեղծել։ Ժողովողի 8-րդ գլուխն եմ կաշտում, 10-11 խոսք։ Տասնմեկերորդ խոսքը։ Եվ հետո տեսա, որ անձգամները թաղվում էին գնում, եւ սուրբ տեղից գնացին
եւ մոռացվեցան այն քաղաքումը, ուր որ այսպես արել էին, սա էլ է ունայն։ Որովհետև չար գործի վճիրը շուտով չի կատարվում, սրա համար է մարդկանց որդիների սիրտը համարձակվում չարություն գործել։ Ինչ է ասում Աստվածաշունչը, ասում է անզգամները թաղվում էին գնում, սուրբ տեղիցը մոռացվում էին նրանք։ Ինչ լինելու է, մեզ է լինելու սիրելիս։ Երբ որ դժոխքը եւ դրախտը առանձին է, գտնված դժոխքում հոգիները եւ գտնված դրախտում հոգիները, ոչ մեկը ոչ մեկին չի կարողանալու վերից վար իջեցնել կամ վարից վեր հանել։ Ինչ լինելու է մեռնողին է լինելու, բայց Ից հետո մենք հարց ենք տալիս մեզ, բա որ հանկարծ մարդ ես մեկ էլ տեսար, ուր եմ ես գնալու, ուր է իմ հոգին գնալու, եւ ասում է, վճիրը շուտով չի կայանում, եթե ամեն մի չար մարդ իր վճիրը կայացվեր տեղում, հավատացած եղեք այս աշխարհի տակ, ոչ մի չար մարդ գոյություն չեր ունենա, բայց ինչպես Տերը վճիր կայացնի, ես ունեմ գրված մի լավ քարոզչություն, ինչպես, եթե Աստված այսօր վճիրը կայացնի աշխարհի վրա, ես ասեմ, գետ մեկ հոգի չի լինելու, որ կարողանա փրկություն ապրի, այսինքն նշանակում է կլինի աշխարհային գենոցիդ, Աստծո համար, ինչու, որովհետև չկա, ասում է Աստվածաշունչը, մեկն էլ չկա, որ բարի գործի, իսկ դու հավատում ես խոսքին, ես հավատում եմ, բարի գործող չկա, իսկ վճիրը կատարվելիս, եթե ամեն մեկիս վճիրը կատարվեր, աշխարհն այսօր դատարկ կմնար, սատանան էլ դժոխքում, բայց սիրելիներ, Աստված երկայնամիտ է, գիտեք ինչ է նշանակում այն, դու քո երեխային դաստիարակում ես երկայնամտությամբ շատ, հավատալով, որ այն դաստիարակությունը գավազանը նրանից չխնայելով, գետ կարող է մեկ օր քո երեխան դարձի կա ու հասկանա, որ նա սխալ կյանքով է ապրում, նույնն էլ Աստված է մեր հետ, այո, վճիրը շուտով չի կայանում եւ չի էլ կայանա, որովհետեւ Աստված դեռ զավակներ ունի այս մեղավոր աշխարհից դուրս հանելու եւ մենք այսօր հասկանալու ենք դա։ Այսօր այնպիսի ժամանակներ է, որ մենք չենք կարող որոմը ցորենից տարբերել։ Դու կարող ես հասկանալ քո կողքինի սիրտը եւ հոգին։ Նա կարող է շատ մի գեղեցիկ դիմակ է հագնում եւ մի շատ գեղեցիկ հավատացյալ է ներկայանում, բայց դու նրա սիրտը ներսը կարող ես տեսնել, նրա չարության աստիճանը կարող ես զգալ, թե նա ինչպես է հոխորտում իր ընտանիքի ինչ-որ մեկ անդամի վրա, թե նա ինչպես չի ուրախանում ապրելով մեկ ընտանիքի մեջ, տեսնելով այն բարին, դու կարող ես, դու չգիտես, դու իմ սիրտն էլ չգիտես, այստեղ ինչ է կատարվում, միայն Տերը գիտի, եւ այդ օրը գալու է սիրելիս, որ ամեն ինչ թափանցիկ է դառնալու կողքինիդ համար, մենք այնպիսի մարդիկ ենք, մենք այնպիսի տպավորությունով ենք ապրում, այնպիսի բնավորությամբ ենք ապրում, որ չարը հանգիստ տեղը տեղին դարձնում ենք բարի, մենք կարողանում ենք, մեզ թվում է, որ մենք հասկանում ենք, որ այս մեր կողքինը նա չար է, բայց մենք դարձնում ենք նրան բարի, բայց այն կողքի մեկը, ով բարի է դարձնում ենք չար, սա է մեր մարդկային տեսակը, գիտես ինչու, որովհետև առաջինը կողքինը դա դիմակավորված, երկրորդն էլ իսկը դու ես դիմակավորված, դրա համար մենք համարձակվում ենք բարին դարձնել չար, չարը դարձնել բարին, պիղծը դարձնում ենք սուրբ, սրբացնում ենք եւ սուրբը դարձնում ենք պիղծ, քաղցրը դարձնում ենք դառը, դառը դարձնում ենք քաղցր եւ սևը սպիտակ ու սպիտակը սև, սա մեր մարդկային էությունն է, հիշիր, ինչու, որովհետև առաջինը դու չգիտես քո դիմացինի սիրտը եւ քո դիմացինը չգիտի քո սիրտը, դրա համար մեզ հեշտ է ստացվում այս չարը բարին դարձնել կամ բարին չարը, սա է միայն միակ պատճառը, այսպիսիները ովքեր չեն տարբերում չարը բարուց ու չեն տարբերվում իրենք իրենցով, սրանք որոններ այծեր, գայլեր են ծածկված սրբության քողի տակ լսեցիր, ովքեր որ չեն տարբերում եւ չեն էլ տարբերվում, դրանց մասին է խոսքը, դրանք թաքնված գայլեր են գառան հանդերձի տակ, նրանք որոններ են արտերում թաքնված, դրանք այծեր են գառան կողքին, նրանք կարող են շատ գեղեցիկ խոսել, նրանք կարող են այնպիսի ճոխ
խոսակցություն ունենալ։ Նրանք կարող են Աստծուց այնպես գեղեցիկ պատմել քեզ, նրանք կարող են այնպես գեղեցիկ ներկայացնել իրենց հավատքը եւ կարող են այնպիսի գեղեցիկ աղոթքներ անել, որ դու նրանց լսելով տեղը-տեղին կզարմանաս, կասես՝ «Օ, ինչպիսի հավատացյալ եւ քրիստոնյա»։ Նրանք կարող են այնպես անմեղ քո առջև նստեն, որ դու ինքդ մտածես՝ սրա նման երևի թե սուրբ գոյություն չունի փոքրատար։ Բայց Էլի եմ կրկնում, գայլեր են գարան հանդերձների տակ եւ այդ մեկ օր մենք հասկանալու ենք, մենք այսօր էլ ենք հասկանում, եթե մենք ճիշտը ըմբռնենք, եթե մենք Աստծո խոսքով ապրող մարդիկ լինենք, եթե մենք Քրիստոսի ծածկոցը մեզ վրա ունեցող մարդիկ լինենք, դու կհասկանաս քո դիմացինի սիրտը։ Եթե դու իրապես Քրիստոսի մեջ ապրող մեկն ես, իրապես եմ ասում, Սուրբ Հոգին քեզ ցույց կտա քո դիմացինի սիրտը։ Անգամ նա կասի, թե ով է քո դիմացինը։ Այսօր ապրում ենք սերմանվելու ժամանակ, մենք ապրում ենք սերմի շրջան, սիրելիս, երբ որ սերմը ընկնում է հողի մեջ, այս շրջանը գնալով հաստատվում է կամ պտուղ է բերում կամ ոչ, մենք հասկանում ենք, որ սերմնացանը սերմը ցանեց 4 տեղերի մեջ, եւ մենք գիտենք, որ միայն մեկ տեղում նա պտուղ տվեց, դա պարաշտ հողն էր, բայց կա 3 սրտեր, որում որ այդ սերմի հատիկը չի կարող պտուղ բերել։ Որքան էլ որ մարդը հետաքրքրված լինի Աստծով, որքան էլ որ մարդուն դուր գա Աստծո խոսքը, որքան էլ որ դու այսօր նստած լսում ես եւ բերկրում ես այս խոսքից, կամ ինչ որ մեկը մեղավոր է իրեն զգում, այդ տվյալ մեկ մարդը պիտի հասկանա, միայն մեկ հող, միայն մեկ տեղ կարող է սերմ ընկնել եւ պտուղ բերել, դա հողն է։ Իսկ եթե քո սիրտը քարից է, իսկ եթե քո սիրտը փշերից է, իսկ եթե քո սիրտը ուղղակի ճանապարհ է, որ սատանան գալիս վերցնում է, եւ դու չես կարողանում պտուղ ունենալ, կարող ես երբևիցի ասել, որ ես հավատացյալ եմ, չէ՞ որ վերջնականապես այդ սերմի հատիկը ընկել է քո ճանապարհին, կամա թե ակամա, բայց արդյոք այն կարող է կոչվել հավատացյալ, անպտուղ հավատացյալներ շատ կան։ Դու այսօր պիտի հասկանաս լրջությունը, սերմանվան եւ պտղի, սիրելիս, հունցք, սերմ եւ հունցք։ Մենք սերման մեջ ենք, հունցքը գալու է, գիտեք, աշնանն են հունցքը հավաքում եւ Տերը հավաքելու է հունցքը իր երկրորդ գալուստին եւ վերջնականապես մենք հասկանալու ենք, թե մենք ոչ դինաստիային ենք պատկանել ենք գայլերին թե գառերին, պատկանել ենք ցորենին թե որոմին, դա հայտնի է դառնալու։ Տիրոջ առջև չենք կարողանալու մենք թաքնվենք, ոչ էլ մեր սիրտը։ Եվ այն ժամ լինելու է, քանզի մեր խղճմտանքը բողոքում է մեր մտքի դեմ։ Գիտես ո՞րն է քո միտքը, որ դու անդադար կարծում ես, որ դեռ կհասցնես սրբանալ, բայց քո խղճմտանքը ներսից բողոքում է, ասում է՝ լսիր, որդի զավակը սա Սուրբ Հոգու ձայն է, դու եթե այսօր չսրբացար, վաղը չես հասցնելու։ Գիտեք սիրելիներ, սրբության process-ը դա դժվար չէ, դու ուղղակի որոշում ես փոխվես։ Դու որոշում ես փոխվես, այս կարմիր գիծը քո առջև դրված, դու ուղղակի այս կողմից պիտի անցնես այն կողմը, որովհետև իմացած եղիր, չկա սպիտակ եւ սև զոնա, կա միայն կարմիր գիծ, Քրիստոսի այրունով ներկված, դու ուղղակի այն կողմը պիտի անցնես, եւ եթե այն կողմը դու անցար, դու փոխվելու ես։ Ոչ մի մարդ չի եղել այս աշխարհի մեջ, որ Քրիստոսի այրունով, Քրիստոսի խոսքով չկարողանա փրկվել, ապաշխարել եւ մաքրվել, բայց հարցը այստեղ ցանկությունն է մարդու։ Մարդիկ, գիտես, մեկը կար ասում էր, դևերը շուտվանից են քեզ բաց թողել, բայց դու դևերին ձիգ ես բռնել, սա է մեր կյանքի իմաստը։ Մենք փորձում ենք մեղքը պինդ գրկել, մենք չենք փորձում մեղքը բաց թողնել ուղղակի, եւ սա մեզ տոճորում է ցավագարության եւ հիվանդության մեջ, սա է մեր կյանքը, վիճակը մեր կյանքի։ Դատաստան է լինելու, վարձք է լինելու, հունցք է լինելու, սիրելիներ։ Ես այս ամեն ուզում եմ այսօր հիշեցնեմ ամեն մի հավատացյալ եւ ամեն մեկ մարդ, ով լսում է այս խոսքը, որ այդ օրը գալու է։ Եթե դու կարող ես ասել, որ ցանեցիր եւ հունցք չես ունենալու, եթե կարող ես դու ասել, որ դատաստանի օրը չի գալու, մի խափնվեք մարդիկ, գալու է, գողի պես է գալու։ Եղիր վստահված, քանզի ուզում եմ քեզ մի փոքր հիշեցնել, այնինչ գրված է
կատարվել է մինչ այսօր։ Ինչպես Փրկչի առաջին գալուստը հիշում ես, երբևիցե կաշտացել ես Քրիստոսի կյանքը, երբևիցե կաշտացել ես ավետարանները, երբևիցե գիտես ով է Քրիստոսը եւ ինչքան ժամանակ նա ապրեց երկրի վրա եւ մոտավորապես երբ է ծնվել նա, ինչպես Փրկիչի առաջին գալուստը նա եկավ, չէ, գիրքը հաստատում է մեզ, որ Քրիստոսն առաջի գալուստը եղել է մեր կյանքում, այո, ինչպես մեռելներից հարություն առավ նա, վստահված եղիր, իր խոսքը մինչև այսօր կատարվում է եւ քարոզվում է, սրանք կատարված բաներն են ես քեզ այսօր ուղղակի ուզում եմ բացատրել, եթե այս կամ բանը կատարվել է, ուրեմն ամեն գրվածքը պիտի կատարվի։ Այն անձը, ով ծնվեց Բեթլեհեմում, նրա անունն էր Փրկիչ, ով փախչեց մանուկ լինելով Պիղատոսից, կներեք, Պիղատոսից, այո, մանուկ լինելով նա փախչեց Պիղատոսից, որովհետև նրա կյանքը վտանգի մեջ էր։ Ով Նազարեթում Հյուսն էր, փայտագործ, դուք գիտեք դա, որ Հիսուս Քրիստոսը եղել է փայտագործ Հյուսն, այո, դա գրված է, սրանք ամենքը կատարվել են սիրելիներ, ու եթե դու պատկերացնում ես, որ Աստվածաշունչը հենց այնտեղ վերջ դրվեց ու ոչինչ այլևս չի կատարվելու, կարող ես հանգիստ լինել, բայց ասեմ քեզ, ամեն բան եղել է, լինելու է, մինչև վերջին նշանակետը կատարվելու է Աստծո խոսքի։ Ում իր ազգը վանեց իրենից, դու գիտես, որ հրեաները վանեցին Հիսուսին, դու գիտես, որ Հիսուսին նրանք չընդունեցին որպես Փրկիչ, այո, խաչ անեցին։ Ում գլուխը ծածկում էին, ծածկել էին եւ ծեծում էին գլխին խփելով, ասում էին՝ դե մաշկարիացիր, ով է զարկում քեզ, սրանք կատարվել են մարդիկ, ես դեռ կատարվածներն եմ թվում։ Նա ով կրելով անարգությունը եւ հարստահարությունը գառան նման գանվեց խաչին, որպեսզի դու եւ ես փրկություն ունենանք։ Նա ով ճանաչ էր, անչանաչ էր ամբողջ աշխարհի մեջ, այն իր ծնված ժամանակից դուք ասես Քրիստոսը ճանաչված էր, եթե Քրիստոսը ճանաչված էր, ինչու նրա համար տեղ չգտնվեց։ Ինչու էր նա մսուրում կենդանիների հետ, եթե Քրիստոսը ճանաչված էր, եթե նա ճանաչված էր, ինչու Քրիստոսին խաչ անեցին, ոչ սիրելիս, նա անճանաչ եկավ, անճանաչ ապրեց եւ առավելագույնս այսօր այնքան անճանաչ է քեզանից եւ ինձանից, որ արդեն ժամանակն է, որ մենք իրականում Քրիստոս ճանաչենք ու հասկանանք։ Իսկ նրա երկրորդ գալուստը ասեմ քեզ, չի լինելու այսպիսին, ինչպիսին որ ես թվեցի, նա չի հեծելու ավանակի վրա Երուսաղեմ գնալու, նա ճերմակ ձիերի վրա է նստած գալու, նա երկնքից է վայրիչնելու, նա գալու է որպես թագավորների թագավոր, արքաների արքա եւ ասում է Աստվածաշունչը ամբողջ աշխարհը պիտի նրան տեսնի իր փառքով գալիս։ Այն ժամանակ դու մտածիր, թե ինչպես ես նրան ընդունելու։ Ոչ քահանա, ոչ Հերովդես, ոչ Փարիզեցի, ոչ Պիղատոս, ոչ Զորաբանակ, ոչ մեկ այլևս երկրորդ գալուստին Քրիստոսի նրան չի կարողանալու խաչը հանել։ Գիտեք ինչու՞։ Որովհետև այն ժամանակ նա եկավ Փրկիչ եւ ծառա, եւ երկրորդ գալուստը նրա լինելու է դատավոր դատաստանի համար։ Նա գալու է որպես դատավոր, որպեսի գառները բաժանի այծերից, որպեսի որոմը բաժանի ցորենից սիրելիս։ Եվ ուզում եմ ես քեզ կարդալ Մատթեոսի 25-րդ գլուխը 31-ից 33 խոսքը։ Քսանհինգերորդ գլուխ 31-38 Եվ ասում է, եւ երբ որ մարդի որդին իր փառքովը կգա, եւ ամեն սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառած աթոռի վրա, եւ ամեն ազգեր կժողովվեն նրա առաջը, եւ նա նրանց կբաժանե իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարներին այծերիցը, եւ ոչխարները իր աջ կողմին կկանգնեցնե, իսկ այծերը ձախ կողմին կկանգնեցնե։ Այստեղ նշում է, թե Քրիստոս ինչպես պիտի գա եւ ինչ պիտի անի, եւ հայտնության գիրքը ավելի փառավոր է ներկայացնում նրա գալուստը սիրելիներ, եւ ես ուզում եմ կարդալ հայտնություն առաջի գլուխ 7-8 խոսքը։
Ահա նա գալիս է ամպերով եւ ամեն աչք կտեսնե նրան եւ նրանք, որ խոցեցին նրան եւ նրա վրա կոծ կանեն երկրի ամեն ազգերը, այո, ամեն, ես եմ ալֆան եւ օմեղան, սկիզբը եւ վերջը, ասում է Տերը, նա, որ է եւ որ էր եւ որ գալու է ամենակալը, այո, գալու է ամենակալը, սիրելիս գալու է։ Այսօր դեռ շատերն են ծածկում իրենց մերկությունը թզենու թփերով, ինչպես Ադամն ու Եվան։ Հիշում ես ծննդոց առաջի գլուխը, երբ որ նրանք մերկ էին, նրանք չգիտեին ինչ էր մերկությունը, բայց երբ որ նրանք մեղք գործեցին, հասկացան, որ մերկ են, եւ ինչով ծածկեցին նրանք իրենց մերկությունը թզենու թփերովը, սիրելիս, եւ առաջի զոհաբերությունը կենտանական այդտեղ է կատարվել։ Դու ասում ես այսօր զոհաբերությունների ետևից, այո, Ադամի եւ Եվայի համար զոհվեց առաջի կենտանին, որպիսի Աստված կարողանար նրանց մերկությունը կենտանական կաշվով ծածկեր, քանզի թզենու տերևը քեզ չի կարողանալու քո մեղքը ծածկել, ոչ էլ ինչ որ մի կեղծավոր քող։ Շատերն են խապում եւ խապված ծածկվելով կեղծավոր հավատքի քողի տակ։ Այո, մարդիկ, այնքան հավատացյալներ կան այս աշխարհի տակ։ Այնքան հավատացյալներ կան, որ կարող եմ ես ասեմ, հավատացյալ անձս դու կեղծավոր քողի տակ ես։ Դու հավատքն առել ես քո բերանը, բայց դու չես շարժվում հավատքի քայլերով։ Դու խաչը առել ես քո ձեռքում, բայց կանգնած ես մնացել քո տեղի մեջ։ Դու քայլ առաջ անգամ չես անում։ Սա է կեղծավոր քողը։ Սիրելիս, ես չեմ խոսում հետանոսի մասին։ Հետանոսը չգիտի ինչ է խաչը, հետանոսը չգիտի ով է Քրիստոսը, բայց դու հո գիտես, անուն առել ես բերանդ ու լավ էլ գիտես Քրիստոսի մասին, բայց ամեն մի քայլը քո երբեք չի կարողանում հաստատել, որ դու Քրիստոսով ապրող ոմն մեկն ես։ Եվ այսպես շարունակվում է մեր քողի, կեղծավոր քողի տակ ծածկվելը եւ ապրելը եւ հավատացյալ ձևանալը, բայց իրականում Տերը հո գիտի քո սիրտը, իրականում դու գիտես քո սրտի մեջ ինչ է կատարվում, դու գիտես քո չար մտածվածքը, դու գիտես թե ում մասին դու ինչ ես մտածում, ընդհանրապես կամ ես, այո գիտեմ։ Շատերն են քայլում գառան անվան տակ, բայց ասեմ ձեզ, հափշտակող գայլեր են, դու իմացիր ում մասին է խոսքը, այո, այսօր դու չես կարողանալու տարբերել, այսօր դու չես կարողանալու տարբերել այն հովիվի քարոզչած խոսքից, արդյոք նա գառ է թե գայլ է, դու չես կարողանալու տարբերել քահանայի խոսած խոսքից նա գայլ է թե գառ է, որովհետև ասում է գառան շորեր ունեն հակած, հիշում եք Հակոբը ինչպես խապեց իր հորը, ինչպես խապեց սիրելիս, բաց կաշտա Եսավին, որ առաջին եկությունը հասներ իրեն, ինչ արեց նա, ասում է Եսավը փրչոտ մազոտ մարդ էր, ասում է գնաց գառան մորտը հակավ եւ գնաց իր հոր մոտ եւ խնդրեց առաջին եկությունը եւ հայր Հակոբն էլ շատ սերացած էր եւ շոշափելով Հակոբին տեսավ որ նա մազոտ է, չպատկերացրեց որ դա Հակոբը չէ, տեսնելով որ նա մազոտ է, ինչ որ մի բան կար հակին, խապնվեց Հակոբը։ Այո սիրելիներ, այսօր մենք շատերն ենք Հակոբի նման խապնվում, որովհետև չգիտենք, թե ինչ կերպ ենք շոշափում, գալիս են բարի տեսքով, բայց գարշահոտ գայլերի նման սկսում են փորել ու վնասել ինչ-որ մեկին, սա է կյանքը, սա է իրականությունը, սա է մարդիկ։ Շատերն են զբաղված այսօր ինքնախապեյությամբ, գիտես ինչ է նշանակում դա, ինքդ քեզ խափում ես դու խափում ես, որ ես, բայց ընդհանրապես դու չես այդ, խափում ես, որ լույս ես հակած, բայց խավարն ավելի հաստ ես հակել քո կեղծավոր հակոստիդ վրա, դու ասում ես, որ լուսավորված ես, բայց քեզանում լույսի նշույլ չկա, համենայն դեպս Աստված այն չի տեսնում։ Նրանք ինքնախապեյությամբ են զբաղված այդ մարդիկ հավատացյալները կարծելով, որ պատկանում են Քրիստոսի հոտին, դու հասկանում ես ինչ է նշանակում դա։ Ասում է այդ ծերը պիտի բաժանի գառներիցը, որքան էլ ուզում ես այսօր քեզ որպես հովիվ կանչիր Քրիստոս, այդ օրը գալու է, որ Տերը տեղը տեղին առանձնացնելու է աջ եւ ձախ, եւ ձախում նստողները չեն կարողանալու անցնել աջ,
ոչ էլ հակառակը, եւ սա լինելու է մարդիկ։ Սա Տերը մեզ զգուշացնում է, Տերը մեզ զգուշացնում է, երբ որ դու քայլում ես այդ փոսի մոտ եւ 88 անգամ ընկել ես այդ փոսը, փորձիր վերջին անգամ այլևս չընկնել։ Սա է կարևորը, սա ինձ էլ է վերաբերվում։ Ես եմ առաջնահերթ լսում այդ խոսքը եւ հասկանում այո Տեր, ինչ եմ անելու այդ վերջին օրը, ինչպես եմ ես քեզ պատասխան տալու, որ մի ամոթով պիտի կանգնեմ քո առջև, քո գեղեցիկ կրակոտ սուրբ աչքերիդ առջև ու ինչ պիտի ասեմ։ Ինչ պիտի ասեմ։ Ոչինչ, չես կարողանալու ասես։ Գտնվելով նրանք անհնազանդ, անհավատարիմ Տիրոջ եւ Սուրբ Հոգու առջև, այո, հավատացյալները մարդիկ, ես չեմ խոսում հետանոսի մասին, ես չեմ խոսում աթեիստի մասին, հավատացյալները, քրիստոնյաները, Քրիստոսի անուն իրենց բերան առնողները, այո, նրանք Տիրոջ եւ Սուրբ Հոգու կամքը չկատարելով դարձել են վաղուց արդեն իսկ, կառավարվելով սատանայի դիվային աշխարհի կողմից, նրանք ընդհանրապես իրենցում չունեն Քրիստոս անգամ անունը, որովհետև թանկյային անունը անգամ իմ բերանից արտաբերելով եւ Աստված ասում է իմ անունը երբեք անտեղի քո բերանիցը չարտաբերես։ Սա պատվիրանի մեջ է գրված։ Եթե չեմ սխալվում, 3-րդ թե 4-րդ պատվիրանն է։ Իմ անունը անտեղի չառնես քո բերանը։ Որքան ենք մենք առնում, որքան անտեղի Քրիստոսի անունը լինելով ողմակ, հրոսակախումբ, գայլ եւ չգիտեմ այլևս ինչ։ Թաքնվել դատավորից եւ դատաստանից չի կարողանալու ոչ մի մարդ։ Ամենաուշը նրա կրակոտ աչքերի առաջ քո կեղծավոր քողդ։ Ես ասում եմ, մենք կարող ենք թաքցնել մեր սիրտը, որովհետև մեր սիրտը Տերն է քննում, բայց այն կեղծավոր ամենավերջի, այն կեղծավոր քողդ Քրիստոսի աչքերի առաջ ընկնելու է վար։ Գիտես ինչպես է այն ընկնելու, որովհետև երբեք էլ դու քող չես ունեցել, իսկ քող ընդհանրապես ըստ Աստվածաշնչի նշանակում է Աստծո օծությունը, Աստծո կամքը, Աստծո ներկայությունը քո վրա, սա է քողը։ Իսկ կեղծավոր քողը նա է, որ սպիտակ քողի տակ թաքնված է մեր սև եւ պիղծ էությունը։ Կարծում ես նա կհարցնի, թե որքան գեղեցիկ անուն է ստեղծել դու երկրի վրա։ Կարծում ես նա կհարցնի, թե որքան գեղեցիկ ստատուս դու ունես այսօր։ Կարծում ես նրան կհետաքրքրի, թե որքան գեղեցիկ եւ թանկանոց ավտոմեքենա ես դու քշում, թե որպիսին Rolex շվեյցարական ժամացույց ես դու քո թևին կապել։ Կարծում ես նա կհարցնի քեզ, թե որքան գեղեցիկ են քո բանկի հաշվեհամարները լցված դոլարներով, ոչ սիրելիս։ Այսպիսին նա երբեք ոչ մեկին չի հարցնելու, կամ էլ կարծում ես նա պիտի ասի, թե որքան մեղք ես խեղճ որդիս, որ տարի ու կես, 2 տարի, 5 տարի քարոզվեց քեզ Աստծո խոսքը, բայց դու չհասկացար, որ պիտի դարձիկաս։ Սիրելիս, մեղմ չի լինելու ոչինչ, որովհետև դու լսել ես խոսքը։ Ասեմ, մեղմ չի լինելու ոչ մի հավատացյալ մարդու համար, որովհետև այս ինչ գրված է, տասնյակ անգամներ դու կարդացել ես ու դու իմացել ես, որ Տերը գալու է, Տերը դատելու է, Տերը քեզ չի խնայելու, որովհետև կար ժամանակներ խնայում էր նա քեզ, բայց այսօր ինձ Տերը չի խնայի, եթե ես իմանամ խոսքը, ասում են նա, ով որ խոսքը չիմանալով է, մեղք գործե, լսեք ուշադիր, քիչ կծեծվի։ Լսեք ուշադիր, նա ով խոսքը իմանալով է, մեղք գործե, նա շատ կծեծվի, լսում եք, սիրելիներ, ինչ է նշանակում սա, կարծում ես քեզ Աստված պետք է երկրի վրա շատ ծեծի կամ քիչ ծեծի, ոչ սիրելիս, այն ծեծը ի նկատի ունի Տերը քո Քրիստոսի երկրորդ գալուստից կամ քո մարմնավոր կյանք վախճանից հետո, սա է, որովհետև Աստվածաշունչը ասում է, հետանոսը, որ չգիտեր, իր խղճ մտանկով օրենքի գործերով է նա ապրել, որովհետև օրենքը իր սրտում է գրված եղել, մարդիկ, խղճ մտանկի մեջ հետանոսը, ով երբեք չգիտի ինչ է սրա մեջ գրված, բայց մենք լսել ենք, տասնյակ տարիների հավատացյալ ես դու, բայց ստում ես, տասնյակ տարիների հավատացյալ ես դու, բայց ուրանում ես, չարախոսում ես,
անիծում ես։ Շատերն են զբաղված ինքնախապեյությամբ։ Իրոք եմ ասում, սիրելիներ, եւ այսօր այն պահն է, երբ որ ինչ որ մեկը կգա քո վրա մի տեղին սառը ջուր գլսնի եւ կասի արթնացիր մարդ, ուղակի արթնացիր, խորը քնիցդ արթնացիր մարդ, արթնացեք, բավ է, քնեք, բավ է սիրելիներ։ Ես հիշում եմ այն թանկ պահը, ամեն ժամանակ, երբ որ կաշտում եմ, սիրտս կտոր է լինում, երբ որ Տիրոջը պիտի այդ գիշերը Գեթսեմանի այգում պիտի բռնենք Տիրոջը, արդեն Տերը գիտեր, որ իր վերջը եկել է աշխարհի կյանքի վրա։ Ասեց Պետրոսին եւ Հովանեսին, աշտուն կացեք, աղոտ կարեք, որովհետեւ հոգին օժար է, բայց մարմինը տկար։ Ուր է ձեր աշտուն մնալ աղոտ կանելը, ուր է։ Ուր է։ Ասում է հոգին հոժար է, այո սիրելիս, ինչու է հոգին հոժար, որովհետև պատկանում է Տիրոջը, ինչու է մարմինը տկար, որովհետև պատկանում է սատանայի բնությանը, սրանք չարի ու բարու պտուղն են ծառի, բայց աշտուն կացեք, արթնացիր մարդ, աղոտ կարա, որ վաղը չեմ իսոր տեղին չտաս գլխիդ ու ասես, վայ, ես ինչ արեցի, քող ընկավ իմ գլխից, ասում եմ, այդ պահը գալու է, թե քո վերջին շունչը, թե Քրիստոսի երկրորդ գալուստը։ Սրանք մեզանից հեռու բաներ չեն, ավելի շատ հեռու է Քրիստոսի երկրորդ գալուստը, որովհետև սիրելիս նա երկայնամիտ է, նա ուզում է, որ ամեն մեկ մարդ փրկվի, բայց քո կյանքի վախճանը ին մենք չգիտենք ուր է, երբ է եւ որ պահին ու որ ժամին է գալու։ Կարծում ես կարող ես դու Տիրոջը գոհացնել, թե որքան մաքրասեր տան տնտեսուհի ես եղել, թե որքան սուրբ ես կարծել ինքդ քեզ չունենալով սրբության մեկ նշույլ։ Գոհանալու է Տերը դրանով, ոչ սիրելիս։ Դու կարող ես ինձ խաբել, դու կարող ես Աստծո տան մեջ ես ձևացել կամ քո նստած տեղում կամ մարդկանց մեջ ես սուրբ ձևացել, բայց ոչ մի նշույլ քո սրբության մեջ գոյություն չունի, թե որքան գեղեցիկ խոսքեր եւ տողեր ես անգիր արել քո մտքում, բայց քո սրտում այն երբեք չի կատարվել, Աստծո հանդեպի նկատի ունեի, թե որքան խոսքը գեղեցիկ ես քարոզել լսողներին, բայց ինքդ այդ քարոզչությունով երբեք չես ապրել։ Սա էլ է ահավիրք, գիտեք։ Ահավիրքը գիտեք որն է։ Հիսուսն ասեց, դուք մարդկանց ստիպում եք, բայց ինքներդ ձեր մատամատին չեք տալիս։ Գիտեք որն է դա։ Երբ որ դու գնում ես ինչ-որ մեկին քարոզում ես, ես չեմ ասում, դու կարող ես նաև օգնական լինես, Աստծո պարտադիր քարոզող լինես։ Դու կարող ես մի վկայող լինես, դու վկայում ես քո կյանքը, դու վկայում ես, որ բժշկվել ես, դու խոսում ես ինչ-որ մեկին սրբության մասին, դու պատմում ես, թե ինչպես ես դարձի եկել, բայց այդ մարդը 1-2 ամիս հետո հասկանում է, թե որ քո ներսում ավելի շատ է չարությունը, թե այն մարդը աշխարհի մեջ է եղել։ Սա է մեր այսօրվա հավատքի հոգեբանությունը, սիրելիս, քող, ընդամենը քո վրա ծածկել ես դու ճերմակ քողը, բայց նրա տակ թաքնված է սատանայի սև քողը։ Թե որքան ես նրա թանկ մարգարիտները գետինը գցել եւ տրոպել այն քո կեղտոտված ոտներով է։ Դու պատմել ես ինչ-որ մեկին սրբության մասին, չլինելով ինքդ սուրբ։ Դու խոսել ես Աստծո խոսքի մասին եւ այն կողքինդ քո էությունը տեսնելով, քո հավատքի կյանքը տեսնելով, թե որ դու հավատացյալ ես կոչվել։ Հայոյել է Տիրոջը, ասել է ինչ, եթե սա է հավատացյալը, բա ով է հետանոսը։ Եթե սա է Քրիստոսի անունը կրողը, բա ով է այն մարդով երբեք Քրիստոսի անուն չի արտաբերել։ Սա է, տարբերություն կա, դու հասկանում ես այդ տարբերությունը, դու պիտի հասկանաս այն։ Քեզ քարոզվելու է ճշմարիտ խոսքը, որ դու հասկանաս ով ես դու, սիրտդ բացիր քո առջև եւ քո սիրտը տեսնում է Տերը, որքան էլ որ ես չտեսնեմ կամ ինչ որ քո կողքին ոմն մեկը։ Ինչ է նա քեզ հարցնելու, ինչ ես կարծում, կանգնար Քրիստոսի աչքերի առաջ, ինչ է նա քեզ հարցնելու, դու դա գիտես, ինչ ես դու նրան պատասխանելու, գոնե դա գիտես, Տեր կներես ինձ համար ավելի գերող էր,
հարևանի Սամուսինը, թե կներես խմիչքը ուղակի ինձ հանգստություն էր տվել, թե բամբասանգը գեղեցիկ մի բան է, որ կարող ենք նստելու զբաղմունք որպես կարծել, կամ չարախոսելը, կամ չար հայացքները, որը ինչ պիտի պատասխանես դու։ Ինչ պիտի պատասխանես, Տերը քեզ պիտի ասի, այդքան խոսքը եղել է, դու լսել ես խոսքը մարդ, այնպես չի, որ դու կույր ես եղել, այնպես չի, որ քեզ չի քարոզվել ճշմարիտ խոսքը, եւ ես ասում եմ, 2 տարի ու կես է բղավում եմ ես այս ամբիոնից, կներեք ինձ իմ տոնի համար, եւ ասում եմ, դարձի եկեք, հասկացեք, սա խաղ բար չէ, սա տունտունիկ չէ, սիրելիներ, հավատքը, մենք կրակի հետ ենք խաղում, մենք տիրոջ հետ ենք խաղում, դու հասկանում ես, երկինք երկիր արարող տիրոջ, որ անգամ դու չգիտես, թե ինչպիսին է նրա տեսքը, դու խաղ ես անում նրա հետ, իսկ կրակի հետ խաղանելը դա լավ բան չէ, սիրելիս, կաշտում եմ Մատթեոսի 25-րդ գլուխ, 34-36 Այն ժամանակ թագավորը կասե իր աջ կողմիններին, եկեք ով իմ հոր օրհնածները, ժառանգեցեք աշխարհի սկզբիցը ձեզ համար պատրաստված թագավորությունը, որովհետև սովեցի եւ դուք տվիք ինձ ուտել, ծառավեցի եւ խմեցրիք ինձ, օտար էի եւ ինձ ձեզ մոտ արաք, մերկ էի եւ հագցրիք ինձ, հիվանդ էի եւ ինձ այցելեցիք, բանտի մեջ էի եւ ինձ մոտ եկաք։ Այս խոսքը ամեն մի հավատացյալ մարդու պիտի գերի, որ այդ մարդը հասկանա ինչ էր ուզում Հիսուս Քրիստոսն ասել ամեն մեկիս։ Ինչ էր ուզում ասել սիրելիս, եւ այսօր ես թվելու եմ այն իրականությունը, որ մենք այսօր պիտի հասկանանք։ Խեղճերին հաց եւ ջուր տալը քեզ դեռ քրիստոնյա դարձնել չի կարող։ Նորից կրկնեմ։ Խեղճին, հարևանին փոքր գումար տալը, հաց եւ ջուր տալը, բժշկելը քեզ դեռ քրիստոնյա հետևորդ չի դարձնում, որովհետև որքան մարդիկ կան աշխարհում, որ բարի սիրտ ունեն, դու գիտես ինչ է նշանակում բարի սիրտ ունենալ, դա աստվածավախ սիրտը չէ, բարի սիրտը գիտես որն է, երբ որ ինչ որ մեկը որոշում է, որ խեղճին պիտի օգնի, շատերը կան մարդիկ, ես անուններ չեմ ուզում տալ, անգամ Սատանան էլ տիրոջը առարկեց եւ ասեց. Եթե սոված ես, ասա թող քարը հաց դառնա։ Որքան բարի էր, չէ՞, Սատանան, որ տիրոջը այդպիսի առաջարկ արեց։ Որքան բարի էր նա։ Նա մտահոգված էր Քրիստոսի 40 օրյա ծառավով եւ սովով։ Մենք կարող ենք ասենք, որ նա բարի էր կամ նա երկյուղված էր Աստծուց։ Ոչ։ Այսպիսի մարդիկ շատ են, որ խեղճին կամենում են, բայց աշխարհում Գեհենի որդիկ են կարգված նրանք։ Այո, սիրելիս, շատ են։ Այսօր խոսում են այն գլխավոր մարդուց, այն քաղաքապետ մարդուց, այն ծառայող մարդուց խոսում են, ասում են բարի է, տները դարձրել են կարմիր խաչ, օգնություններ են բաժանում, լավ են անում, բայց սա կապ չունի ընդհանրապես ոչ մի քրիստոնեության հետ։ Սա ուրիշ մի հարց է, որովհետև Հիսուս Քրիստոսն ասեց, աղքատներին միշտ ձեր հետ ունեք, բայց ինձ միշտ չունեք ձեր հետ։ Սա կարևոր մի փաստ է, սիրելիս, որը գրանցված է Աստվածաշնչի մեջ։ Ինձ միշտ չունեք ձեր հետ, որովհետև դա ճշմարտությունն է։ Մենք միշտ չունենք Քրիստոսին մեր հետ։ Իսկ դու կարող ես ասես դու ունես Քրիստոսին քո հետ միշտ, քո 24 ժամը կյանքի։ Ես չեմ կարծում։ Դրա համար ասեց Տերը, եկեք հայտնություն հասկանանք։ Աղքատներին միշտ ունենք։ Դու աղքատի համար հոգ տանող ոմն մեկն ես, բայց Քրիստոսի համար հոգ երբեք չես էլ տարել։ Ես եւ դու դատվելու ենք նրա համար, թե արդյոք Քրիստոսին մեր կյանքի իմաստն ենք դարձրել։ Մենք չենք դատվելու, ես նորից եմ կրկնում, մարդիկ։ Ամեն ինչ մարդկային կյանքում անցողիկ է, ամեն մի մեղք դու կարող ես քավել եւ ներողություն խնդրել,
ու Տերը քեզ ներելու է քո այդ զղջման պահին։ Դու հավատացած եղի անգամ եթե քո բերանը դա չի արտաբերել եւ Աստված քո սրտին է նայել զղջման, նա արդեն ներել է քո մեղքը։ Մենք չենք դատվելու դրա համար։ Մենք չենք դատվելու այդ փոքր ու մեծ մեղքերի համար։ Մենք դատվելու ենք նրա համար, որ արդյոք մենք կարողացել ենք քրիստոնյա լինելով Քրիստոսին մեր կյանքի իմաստը դարձնել։ Կամ արդյոք Քրիստոսը մեր կյանքում մեծ դեր է խաղացել։ Սրա համար ենք մենք դատվելու, որովհետև Տերը քո 100%-ն է ուզում։ Եթե դու կարծում ես քրիստոնյա լինելով, որ դու նրան ուղակի պիտի շպրտես քո 5%-ը, մոռացիր։ Եթե դու կարծում ես, որ նրան պիտի տաս քո 95%-ը, դա էլ է քիչ նրա համար։ Նա քո 100%-ն է ուզում։ Գիտես ինչու? Որովհետև դու 100%-ով կփոխվես սատանայի բնությունից դեպի հոգևոր աստվածային բնություն է։ Իսկ եթե անգամ 99.9%-ը տաս Տիրոջը եւ այդ 0.1%-ը պահես քեզ մոտ, դու կարող ես վստահ ես քրիստոնյա համարված չլինել։ Այո, սիրելիս, այդ 0.1%-ը շատ ժամանակ ավելի շատ է կրում իր մեջ հավատքի կյանք, քան թե 99%, որովհետև Տերը գնաց 100 ոչխարները թողած նա գնաց մեկի կորացի ետևից։ Եվ այդ մեկը քեզ պիտի հասանելի դառնա, որ դու Տիրոջը պետք ես 100%-ով, եթե ոչ ավել։ Այդ օրը ոչ թե քո կեղծավոր քողը, այլ քո կեղծավոր սիրտը պիտի հայտնի դառնա։ Գիտես, սիրելիներ, այո, դու խաբել ես։ Դու խաբել ես երկրի վրա Տիրոջը, դու խաբել ես մարդկանց, դու զբաղվել ես ինքնախաբեությամբ։ Ամենադաժանը, երբ որ մարդ ինքն իրեն է խաբում։ Ես ում խաբեմ։ Եթե ես հավատացյալ չեմ, ում խաբեմ։ Եթե ես չեմ կատարում այն խոսքը, ինչ քարոզվում է այստեղ, ում կարող եմ խաբել։ Ինքս ինձ ավելի լավ է գետինը բացվի, ես մտնեմ գետնի տակը հենց հիմա, քան թե երբևիցե քարոզեմ մի խոսք, որ ինքս պատրաստ չլինեմ պահելու կամ կատարելու։ Այո, սիրելիներ, այսպիսին պիտի լինի ամեն մի վերածնված հավատացյալ։ Իսկ եթե դու դեռ վերածնված ես, քեզ չհամարես վերածնված հավատացյալ։ Նա չի դատելու սերմը, նա սերմը չի դատելու։ Գիտես ո՞րն է դա։ Նա այն է, երբ որ քո կյանքի տարիներդ ինքնախաբեությունով զբաղվել ես, բայց դու չես ունեցել հունցք, նա դատելու է հունցքը, նա դատելու է պտուղը։ Արդյոք դու ունես այն։ Դու հիշում ես այն թզենու առակ, երբ որ Տեր աշակերտների հետ գնում էր եւ սովել էր նա, եւ գնաց մի թզենի տեսավ, եւ գնաց պտուղ էր որոնում, եւ պտուղ չկար նրա վրա։ Միայն տերևներն էր եւ ինչ ասեց Տերը։ Ասեց այսօրվանից հետո քեզ վրա պտուղ չգտնվի հավիտյան։ Եվ ասում են աշակերտները, ետ դառնալուց նրանք տեսան այդ ծառը չորացած։ Իսկ երբ որ Տերն անիծեց, երբ որ Տերով անիծվեցինք մենք, այլևս պիտի մոռանանք ամեն մեկ բան։ Սա է, մարդիկ, եկեք հավատքը չդարձնենք իրականում տունտունիկ։ Եկեք քրիստոնեությունը չանարգենք այն տեսակի մեջ, որ մեր կողքինները հետանոց աշխարհիկ մարդիկ մեղավոր ցանկանան Աստծուն գալ, ու ես էլ ից հետ դառնամ պատճառ իմ կեղծավոր քողով դառնամ արկելք, որովհետև Աստվածաշունչը ասում է. վայ նրան, վայ այն մարդին, ով որ պատճառ կդառնա ամենափոքրերից մեկի անկմանը, վայ ինձ սիրելիս։ Վայ ինձ, որ ես սրբություն կքարոզեմ եւ պիղծ կլինեմ։ Վայ ինձ, որ ես արտարություն կքարոզեմ ու անաշտար կգտնվեմ։ Վայ ինձ, որ ես Քրիստոս կքարոզեմ, բայց գեհենի որդի կլինեմ։ Այդ տեսակ մարդիկ շատ են եւ թաքնված գարան հանդերձների տակ։ Դու հասկացիր խոսքից ով է եւ ինչ է քեզ քարոզում։ Եթե ինչ որ մեկը քո ականջի բլթակ այսպես տեղին քշոյի եւ քո գլխի տակ փափուկ բարձ կտնի, դու հասկացիր ով է նա։ Այդտեղից հասկացիր, որ նա գայլերի ողմակին պատկանող ոմն մեկն է։ Մեզ տրված է շնոր։ Եկեք այս շնորը, սիրելիներ, մինչ Քրիստոսի երկրորդ գալուստը, մինչ աշխարհի վերջը, մեզ տրված է շնոր եւ շնորհք։ Տրված է մեզ, ժամանակ է տրված։ Մեր ժամանակ է ընձայված, երկայնամտություն, սեր, քաղցրություն Տիրոջից։ Նա ներել է մեղավորին Քրիստոսը, նա ներում է մեղավորին Քրիստոսը, բայց երբ որ մեղավորը ետ է դառնում եւ այլևս մեղք չի գործում,
Ինչ ես կարծում, Սուրբ Հոգին քո մեջ մեկ վայրկյան կբնակվի, եթե դու մեղքով շարունակաբար ապրես։ Ավելի վատթար է մեր կյանքը դառնալու սիրելիս, ավելի վատթար։ Ես այս վերջերս մտածում եմ, ասում եմ, կան մարդիկ, որ տարի ու կես, 2 տարի, 3 տարի լսում են խոսքը, բայց նրանց կյանքն ավելի դժոխք է դարձել, քան երբևիցե եղել է։ Ինչու մարդիկ կարծում ես, խաղ են կանում կրակի հետ։ Ոչ։ Կարևոր է, Աստծուն կարևոր է մեր փոխվելը։ Աստծուն կարևոր է, որ մենք խոսքը ստույգ հասկանանք։ Եվ ինքնակորուստը սիրելիս, երբ որ ինքնակորուստի դու մատնվեցիր, այն հարստությունը չէ, որ դու կկորցնես։ Այն քո ունեցվածքը չէ, որ դու կկորցնես։ Հոգու հավիտենությունն է այն մարդիկ, հոգու հավիտենությունը, քանզի մենք եկել ենք մերկ այս աշխարհի վրա եւ մերկ էլ գնալու ենք, մեր հետ տանելու ենք ընդամենը հոգի, կամ կորսված, կամ փրկված։ Ուրիշ ոչինչ չենք տանելու։ Եկեք չդողանք, եկեք չվազենք ինչքերի ետևից։ Եկեք մտածենք ամենակարևորը մեր կյանքի փրկության համար, թե դու աղքատ Ղազարոսի նման Աբրահամի գիրկը կլինես, թե այն ծիրանի հագնող մեծահարուստի համար դժոխքի դռները, դա դու ես որոշում։ Ոչ մեկ, ոչ Հիսուս, ոչ Տերը, քավ լիցի առավել եւս ես ինչ որ մեկին համոզեմ, խնդրեմ կամ ետևից ընկնեմ, կամ հրամայեմ, կամ էլ շողոքորտեմ, ոչ սիրելիս, ընդունելությունը քեզանում է կախված։ Ինչ ցանեցիր քո կյանքում հիշիր, այն էլ հնձելու ես։ Ինչ չցանեցիր քո կյանքում, այն էլ հնձելու ես։ Ցանեցիր քամի, հնձելու ես մրրիկ։ Սա է խոսքը, սա է ճշմարտությունը։ Իսկ ինչն է կարող քեզ երբևիցե զգաստացնել եւ մտահոգել։ Կարող ես դու ինքդ քեզ հարց տալ։ Աշխարհում Տերը ամեն բան ցույց տվեց մեզ, սիրելիներ։ Այս մարդկային ռասայի վրա Աստված արդեն իցե 6000 տարիներ փորձում է կառավարել, բայց չի կարողանում։ Ինչը կարող է մեզ զգաստացնել։ Ինչը կարող է քեզ զգաստացնել։ Դու այդ երբևիցե հասկացել ես։ Եթե քեզ ճշմարիտ Աստծո խոսքը, այս խոսքը, որ քարոզում է Հիսուս ինքը, երբ որ բացես Աստվածաշունչը, երբ որ քարոզվում է ամբիոնների ճշմարիտ խոսքը, եթե սա քեզ չզգաստացրեց, նորից եմ կրկնում, դժոխքը երբեք չի կարողանալու ինչ որ մեկիդ փոխել։ Հավերժ ու հավերժ կրակների մեջ վառվելու ենք, խնդրելով Տիրոջից փրկություն, բայց փրկությունն արդեն շատ ուշ է։ Չկա այլևս փրկություն։ Եվ որտեղ որ դու որոշեցիր ծառայես երկրի վրա, եթե եղել ես քրիստոնյա, իրական քրիստոնյա, դու երկնքում լինելու ես Աստծո հրեշտակների նման մեկն, իսկ եթե դու որոշես երկրավոր կյանքում ծառայես սատանային, դժոխքում էլ ծառայելու ես սատանային, դու մի մտածիր, որ քեզ դժոխքը պիտի հաց ու ջուր տա, բացի կրակից ոչինչ չես ապրելու քո վրա, ապա մի փորձիր, մեկ անգամ ձեռքդ գազի վրա պահիր, մի փոքր թեթևով հասկացիր, թե ինչպես է քո ձեռքը վառվում, ու այդպես վառվելու է քո մարմինը, ես չեմ վախենալու քարոզել քեզ դժոխքից, չեմ վախենալու, ինչ ուզում ես ասա։ Փորձիր ձեռքդ գազի վրա պահել եւ ցավը զգալ եւ հավիտյանս հավիտենից այդպես տարապելու ես դժոխքի մեջ, բայց ես չեմ ցանկանա ոչ մեկս երբևիցե տարապենք, որովհետեւ այն կրակը, որ լափում է մարդուն դժոխքի մեջ, այն որդերը, որը հենց Տերը ասեց, որ ոչ որդերին վերջ կա ոչ կրակին, եկեք ժառանգենք երկնային կյանքը, սիրելիներ։ Կաշտում եմ Հովանեսի 12-րդ գլուխը։ Շուտով վերջացնում եմ։ Երեքից 8-ը։ Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիվ մեծագին յուղ առավ, Հիսուսի ոտները օծեց եւ իր մազերով սրբում էր նրա ոտները։ Եվ տունը լցվեցավ յուղի հոտովը։ Եվ ասեց նրա աշակերտներից մեկը, Խուդա Սիմոնյան Իսկարովտացին, երբ որ կարդում եմ Սիմոնյան Իսկարովտացի, մտածում եմ նա հայ է եղել, բայց նա հայ չի եղել։
որ նրան մատնելու էր, ինչու համար այդ յուղը 300 դենարի չծախվեցավ եւ աղքատներին տրվեցավ, որքան հոգ էր տանում, չէ։ Հուդա Իսկարիովտացին ծախեց իր տիրոջը, մատնեց, հոգ էր տանում աղքատների համար։ Այսպիսի մարդիկ, սիրելիս, ընդունիր այն քո կյանքի հայտնությունը, այսպիսի մարդիկ շատ կան, որ մտահոգված են յուղի ծախելու վիճակով, բայց վաղուց են իրենց սրտում արդեն մատնել իրենց տիրոջը, այսպիսի մարդիկ շատ են։ Եվ ասում է, բայց սա ասեց ոչ թե որովհետև աղքատների համար նրա հոգն էր, այլ որ գող էր եւ քսակն ուներ եւ ընկածը պահում էր։ Հիսուսն էլ ասեց, թույլ տվեք դրան, նա իմ պատանի օրվան համար է պահել այդ, որովհետև աղքատներին միշտ ցես հետ ունեք, բայց ինձ միշտ չունեք։ Ես ասեցի ձեզ, սա է պատճառը։ Մեզ թվում է, որ մենք հոգ տանելով աղքատների մասին կարող ենք քրիստոնյա կոչվել ու մտածել, գիտես ես ինչ եմ արել, ծովից մի կատիլ ինչ որ մեկին կամեցել ես, այո, բայց քո ծովը երբեք չի պակասել։ Սա է այդ վիճակը։ Կաշտում եմ Մատթեոսի 11:11-ը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հովանես Մկրտչից մի մեծը, բայց երկնքի աշխարհության միջի փոքրը նրանից մեծ է։ Ես ուզում եմ այս խորհուրդը ձեզ մի փոքր տալ, սիրելիներ, սա որպես հայտնություն կարող ես ընդունել։ Հովանես Մկրտիչը դա Մկրտիչն էր, մենք գիտենք, ասում է ծնված չի եղել երկրի վրա նրանից մեծը։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Հովանես Մկրտիչը ինքը ամենամեծն է եղել որպես մարգարե երկրի վրա, որպես երկրավոր մարմնավոր, բայց ասում է երկնքում ամենափոքրը երկնքի մեծ է նրանից։ Իսկ ով էր երկնքի ամենափոքրը։ Ինչ եք կարծում, ում մասին այս խոսքը։ Ապրեք։ Քրիստոսն էր երկնքում ամենափոքրը, որ աշխարհում ավելի փոքր գնահատվեց։ Այո, գիտես ինչու։ 30 արծաթը գնահատեցին Հիսուսին։ Նա արժանի էր այդ 30 արծաթի։ Այսօր ինչ է, դու ավելին ես նրան գնահատում։ Նա պիտի որ քո համար անգին լիներ, նա պիտի որ քո համար թանկագին լիներ, բայց այսօր ամեն մեկ մարդ նրան արդեն իսկ գնահատել է 30 արծաթով։ Մի նեղացիր, սա ճշմարտությունն է։ Հիսուսը փոքր էր երկրի վրա, ըստ խոսքի, բայց նա մեծ էր երկնքում։ Սա մեր հակառակ պատկեր ես ուզում եմ ձեզ բացատրեմ, որպեսզի մենք հավատանք, թե հասկանանք, թե ով է եղել Հիսուսը։ Նա իր մասին փոքր էր կարծում, որովհետև նա այն մարդը չէր, անձը չէր, որ գար իրեն մեծացներ։ Եթե ինքը այն անձը լիներ, նա գոմում չէր ծնվի։ Եթե նա այն անձը լիներ, նա ավանակի վրա չէր մտնի Երուսաղեմ։ Եթե նա այն անձը լիներ, չէր թողնի, որ իրեն մերկացնելով խաչին գամեի։ Այո, նա փոքր էր երկրի վրա, եւ մենք նրան շատ փոքր գնահատեցինք, եւ դու այսօր ես նրան շատ փոքր գնահատում։ Ինչու՞, որովհետեւ որքանով որ քո կյանքը փոխվում է, այդքանով էլ դու գնահատում ես նրան, որքանով էլ որ դու նրան ուրանում ես, այնքանով էլ գնահատում ես դու նրան, որքանով էլ որ դու նրան մատնում ես, վաճառում ես, այդքանով էլ դու գնահատում ես նրան։ Հիշիր, որովհետեւ Հիսուս Քրիստոսը ասեց մի կարևոր բան, որի խորհուրդ այսօր կբացվի, ասեց, սովեցի, դուք տվեցիք ինձ ուտել։ Նայեք, Քրիստոսը խոսեց մի բան, երբ է Քրիստոսը սովել սիրելիս, այո, սովել է քո կյանքում։ Քո թզենի, քո պտղից երբևիցե նա ճաշակել է, դու նրան կշտացրել ես քո պտղից, դու նրան տվել ես քո էությունից, քո հավատքի կյանքից, քո քրիստոնեությունից դու նրան մի պտղի նշույլ տվել ես, որպեսզի նա կշտանա, դու կշտացրել ես նրա հոգին, դու լիարժեք արել ես այնպես, որպեսզի նա ծիծաղի երջանկությունից։ Հարց եմ տալիս, թզենու ծառ կամ անձս, կշտացրել ես Հիսուսին ոչ, ասում է սովեցի, տվեցիք ինձ ուտել, բայց ում մասին է այդ խոսքը, իսկ եթե չես տվել նրան ուտել, ապա սովածել մնաց ինքը։ Ծարավեցի ջուր տվեցիք, ուր է ջուրը քո, ուր է ջուրը քո, մենք ինչ ջրով ենք Հիսուսին խմեցրել, նրա ծարավը հագեցրել, գոնե գետ կարող ես դու սամարացի մի կին գտնվես հետանոս, որ կուժը ձեռքին տիրոջը բավարարեց ջրի քաղցով։ Նա սամարացի կին էր, և նա դարձի եկավ իսկ դու,
Օտար էի ձեզ մոտ առակ։ Երբ է նա օտարի եղել եւ երբ ես դու նրան քո մոտ առել։ Այո, Քրիստոսն աշխարհին օտար է։ Քրիստոսը հավատացյալ ձեզ օտար է։ Երբևիցե դուք Քրիստոսին ձեզ մոտ առել եք։ Դու փակել ես քո ամբողջ տունը եւ բանալին տվել Տիրոջը։ Թե ասել ես ուղղակի արի այս փոքր սրտիս անկյունում գրավիր եւ ապրիր, դա էլ է քեզ շատ ոչ սիրելիս, սա չէ քրիստոնեությունը։ Քրիստոնեությունը գիտես որն է, երբ որ դու սատանային դուրս ես շպրտում քո սրտից եւ քո սրտի աթոռը տալիս ես գահը Տիրոջը, քանզի սատանան եւ Հիսուս իրար կողք չեն կարող քո սրտի մեջ նստել, հիշիր, կամ նա օտար էր, դու նրան քեզ մոտ առել ես, երբ որ նա կանգնած դուռը թակում էր քո սրտի տասնյակ տարիներ, դու նրա առաջ դուռը բացել ես, օտարի ներս ընդունել ես, հացով կերակրել ես նրան։ Առաջիներում ասում եմ մարդիկ ամեն մե օտարներին տուն են ընդունել եւ հացով ջրով ճանապարհել են, ու ես գիտեմ իմ ազգները այդպեսին եղել։ Մերկեյ եւ ինձ հագցրիք, դու Հիսուսին հագցրել ես, դու մերկ Հիսուսին Պիղատոսով խաչի վրա գանված, շորերը հանված, մերկացված, ծեծված, մերկ Հիսուսին դու հագցրել ես, հավատացյալս, հարց եմ տալիս քեզ, պատասխանը քո մեջ գտիր, դու նրան հագցրել ես, դու նրան տվել ես հագուստ, թե ուղակի զինվորների նման ինչ էլ որ ունեցել է, բաժին ես դրել եւ քեզ ես վերցրել նրա հագուստը։ Հիշիր։ Սա է, ինչ որ նա խոսում է քեզ հետ, մերկեյ, հագցրիք։ Հագցրել ես նրան քո հավատարմությամբ, թե զինվորների նման մերկացրել ես դու ավելիով։ Հիվանդ էի այցի եկաք, բանդում էի եւ հիվանդ այցի եկաք, տեսնելով նրան քո մեղքի համար վիրավորված, հարստահարված, արդյոք դու դարմանել ես նրա վերքը։ Նա քո մեղքի համար է խաչվել, նա քո մեղքի համար է ցավակարությունն իր մարմնի վրա ընդունել, դու նրա վերքը յուղով եւ գինիով մաքրել ես։ Դու հետևացրել ես նրա վերքը մի խոսքով, թե ուղղակի գտնվել ես ղեֆտացի եւ քահանա, որ ընկած Հիսուսի կողքով շրջանցելու անցել ես վերքերով թողված, սպանված ու խոցված քո մեղքի համար, ինչ ես դու եղել, արդյոք դու եղել ես այն բարի սամարացին, որ մոտեցավ ընկածին եւ վերքերը գինիով եւ յուղով լված, թե այն ժամանակ նաեւ անցան քահանան եւ ղեֆտացին եւ տեսանանք այդ ընկածին եւ շրջանցեցին ու անցան, ով ես դու ընդհանրապես, ով ես դու, անունով ես քահանա, անունով ես հավատացյալ, թե իրապես ընկած ու տանջված այրունաշաղախ Հիսուսին վերքերը բժշկել ես։ Հենց այնպես չի խոսելու Հիսուսը քո հետ այս խոսքերը։ Կրտում եմ Մատթեոսի 7-րդ գլուխը, վերջինս, եւ վերջացնում եմ։ 21-ից 23։ Ոչ թե ուշադիր եղեք, խնդրում եմ սիրելիներ, ոչ թե ամեն ինձ Տեր ասողը կմտնե երկնքի առկայությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կասեն ինձ այն օրը, որ օրը, դատաստանի օրը, Տեր, չէ որ քո անունովը մարգարեացանք, քո անունովը դևեր հանեցինք, եւ քո անունովը շատ զորություններ գործեցինք, այո գործեցինք, եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, շատ պարզ, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք ով անօրություն գործողներ։ Այո, այսպիսին է լինելու այն օրը դու կասես, կարող եք ոտքի կանգնել, դու կասես այն օրը, Տեր, քո անունով մարգարեացանք, մարգարեների մասին է խոսքը, քո անունով դևեր հանեցինք, քարոզիչների մասին է խոսքը, այո հանել են, եղել են հրաշքներ, իսկ դու գիտես, որ սատանան էլ կարող է լուսափայլ հրեշտակի տեսքով ներկայանա եւ բժշկություններ անի։ Այո, քարոզվել է մեզ խոսքը, բայց Տեր ասելու է. ես ձեզ չեմ ճանաչում, հավատացյալ մարդիկ, այդ օրը դաժան է լինելու, այդ պահը երբ որ Տերը ասի,
քաշվեցեք իմ ձախ կողմը, այն ժամանակ դաժան է լինելու։ Ասելու ես, նա էլ պիտի ասի ես ձեզ չեմ ճանաչի, ինչու գործվել են հրաշքները, մարգարեությունները եղել են, բայց Քրիստոսին երբեք հաց եւ ջրով չես ապահովել, սա է կարևորը։ Դու կարող ես ընդամենը մի փոքր հավատացյալ գտնվեիր եւ ապրեիր հավատքով ըստ Քրիստոսի կամքի։ Բայց ումն է պետք եղել, որ եղել ես մարգարե եւ քարոզիչ, բայց թաքնված ես եղել գարան հագուստով գայլի դիմակով եւ մարդկանց էլ քեզ նման մոլորված եւ մոլորեցրել ես, սա երբեք չի օգնելու։ Աստվածաշունչը ստույգ է ասում։ Եվ ես ուզում եմ Տիրոջը խնդրել մեկ բան, ամեն մեկ մարդ, Տեր իմ, կլինի այս վայրում կանգնած, կլինի օնլայնում նստած, թե կանգնած, ես չգիտեմ, ովքեր, որ երբևիցե կլսեն Աստծո խոսք սիրելիս, դա կարող է իմ խոսածածը չլինել, դու կարող ես ուրիշ ինչ-որ մեկից լսել, ես խնդրում եմ Տիրոջից մեկ բան, որ քո սիրտը հասանելի դարձնես Տիրոջը, սիրելիս, քանզի ասում է, անգամ եթե մարմինդ այրելու են 10, բայց սեր չունենաս, ոչինչ ես, այնպես որ, եկեք ուղղակի մեր մեջ սեր ունենանք, եկեք առաջնահերթ երկրորդ պատվիրանը հիշենք, որ Տեր ասեց սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ էությունով, քո սրտով, քո հոգով եւ մտքով, եւ երկրորդ պատվիրանն է սիրիր քո դրածին քո անձի պես։ Եկեք մեր մեջ սեր ունենանք, քանզի միայն սերը կարող է փոխել մեր քրիստոնյա աղավաղված դիմակը մեզանից հանել եւ դարձնել իրական Քրիստոսի հետևորդ։ Ինչ որ մեկը կարող է ասել ամեն։ Աղոթում եմ ամեն մեկիս համար սկսած ինձանից, որպեսզի ամեն մեկ մարդ սա ստույգ կհասկանա եւ սա լսելով փոխվի սիրելներ, ուրիշ ոչինչ չեմ ցանկանում։ Սիրտդ, Տիրոջդ պիտի տաս դու քո սիրտը, դա ամենախորը օրգանն է մեր, ամենակարևոր օրգանն է։ Սիրտը տուր նրան եւ կտեսնես, թե կյանքդ ինչպես կփոխվի, ինչպես Հիսուս իրենիս, հպվիր ոտքերիս, թող ոտքերս լավանան, որ քո հետքերով գնան։ Հիսուս իրենիս, հպվիր ձեռքերիս, թող ձեռքերս օրանան, պարկիդ համար վրա բարձրանան։ Հիսուս իրենիս, հպվիր աչքերիս, թող աչքերը իմ բացվեն, որը քո հրաշքները տեսնեն։ Հիսուս իրենիս, հպվիր աչքերիս, թող աչքերը իմ բացվեն, որը քո հրաշքները տեսնեն։ Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան, աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց։ Հիսուս սիրելիս, Հիսուս գովելիս, սիրտս լցվեց քո սիրով ապրում եմ ես քո հույսով։ Սիրտս լցվեց քո սիրով ապրում եմ ես քո հույսով։
լցվեց քո սիրով ապրում եմ ես քո հույսով Սիրտս լցվեց քո սիրով ապրում եմ ես քո Սիրելներ, սիրտս լեցվեց քո սիրով, սիրտս, մարմինս չէ, աչքերս չէ, ձեռքերս չէ, սիրտս լեցվեց քո սիրով և ապրում եմ քո հույսով, և ուզում եմ այսօր, ամեն մեկս Տիրոջն ասենք Տեր, սիրտս լեցվեց քո սիրով, սիրտս, Դու զգացել ես դա, դու զգացել ես Տիրոջ սերը, երբ որ քո սրտին է հպվում, մարմնի չէ, աչքերի չէ, ոտքերի չէ, դու կարող ես բացարձակապես քո մարմինը չգործի, բայց քո սիրտը այնքան երջանիկ ճախրի Տիրոջ առաջ, դու կարող ես ինվալիդ լինել, դու կարող ես չկարողանալ քայլել, կարող են քո ձեռքերը չաշխատել, քո ոտքերը չաշխատել, բայց սիրտդ թռիչք է, Սիրտը թռիչք է Տիրոջ մեջ, սիրելիս, և երբ որ դու ճախրում ես նրա սիրո մեջ, ամեն ինչ աշխարհում զրոյանում է, ամեն ինչ, ամեն բան ունայնանում է, ամեն բան սիրելիս, հասկացիր դա, և պահիր խորը սրտիդ մեջ, որ սիրտս լեցվեց քո սիրով, և ապրում եմ միայն քո հույսով, շնորհակալ եմ Տեր իմ, Շնորհակալ եմ այս դիպուկ ճշմարիտ թանկ խոսքիդ համար, որի ինձ մարդ առաջինը աչ և ձախ զարկում է։ Աստվածաշնչի մեջ լեռան քարոզի մեջ սա էլ ասեմ վերջացնեմ սիրելիս 1 րոպե, Տերը ասեց, երբ որ քո աչ երեսիդ կզարկեն, ձախն էլ դեմ տուր։ Շատերը այդ խոսքը դարձրել են, չգիտեմ ինչ շաբլոն մի բան սիրելիս։ Ես ուզում եմ այդ խոսքի հայտնությունը, որը Տերից եմ ստացել ինքս, քեզ տալ այդ հայտնությունը։ Երբ որ քո աչ երեսիդ չի ասում դեմքիդ, ասում է երեսիդ, իսկ ընդհանրապես դու մարդ ես և գիտես, որ քեզ կոչում են նաև երկն երեսանի, քանի որ մենք ունենք երկու երես, Տեր ասում է, երբ որ աչ երեսիդ կզարկեն, ձախն էլ դեմ տուր։ Երբ որ Տերը քո աչ երեսին տեղը տեղով իր խոսքով կապտակե, աչիդ կապտակե, բարի եղիր ձախն էլ դեմ տուր։ Դրանից դու միայն ու միայն փրկություն ես ունենալու։ Ինձանից քեզ խորհուրդ։ Սա է հայտնություն այդ խոսքի։ Աչդ ապտակեց, ձախդ էլ դեմ տուր, որովհետև այդ քո ձախ երեսը դա սատանայի երեսն է և այն տեղը տեղով պիտի ապտակվի։ Իսկ եթե չապտակվի, հավերժ չես կարողանալու չարի և բարու մեջ պայքար տանես, մի օր բաժանվելու է չարը բարուց, այն ժամ ինչ ես անելու, ոչինչ, դրա համար ասում եմ սիրիր սրտովդ և կճախրես Տիրոջ երկնքում ամպերի վրա, սա է Տիրոջ պատգամը քեզ և սա քարոզեց քեզ քո քարոզիչ Սուրբ Հոգի, փառք եմ տալիս ամեն իմ էությունովը քեզ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, երեքը մեկի մեջ, մեկը երեքի, ամեն, հալելույա Տիրոջս, ամեն։